Տիկին Անդրեասյան, բայց ես սխալ եմ հիշում, որ մենք այնուամենայնիվ ժամանակակից նկարիչների գործեր ձեռք բերեցինք այդ թվում թանգարանների համար։ Այո, որոշ գործեր իմ նշած այս շուրջ 30 արժեքների մեջ կան եւ ձեռք ենք բերել օրինակ պատկերասրահի համար, մեր մյուս թանգարանների համար, բայց նաեւ այս գործընթացը մեզ ցույց տվեց ինստիտուցիոնալ խնդիրները, որ կան, այսինքն այո, իհարկե մենք այդ աշխատանքը ներողություն, որովհետեւ վաղը հարց է ծագելու, բա ինչի է քեզ նկարին տվել 5 միլիոն դրամ եւ ոչ թե 4 միլիոն 200 հազար դրամ։ Դարի հակակոռուպցիոն կոմիտեին բացատրի, թե ինչի ոնց է ձևավորվել այդ գինը, բայց մյուս կողմից մենք այդ մասին քննարկել ենք, որ ես շատ կարևոր եմ համարում հենց իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, որ մենք այդտեղ բաց ունենք, մենք այո, մեր մշակութային ժառանգությունը նախկից մենք գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն եւ անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված ու բան չի, եւ սա կապ ունի այն խնդիրների հետ պետականության եւ անկախության ընկալման, որի մասին մենք խոսում ենք։ Մենք մեր աշակերտներին էլ խթանում ենք, որ գնան թանգարաններ եւ այլն, գնում են այդտեղ տեսնում են, այո, շատ կարեւոր ժառանգություն են տեսնում, բայց անկախությունից հետո բանա, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչ մի բան չկա։ Եվ սա լուրջ խնդրեմ է եւ այո մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք եւ մենք պետք է նաեւ մեր պետական պատկերասրահում Հայաստանի պետական պատկերասրահ չէ կոչվում Հայաստանի ազգային պատկերասրահ ազգային պատկերասրահում ասենք ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա ըստ էության թե կա Որոշ գործեր ցուցադրված են այս շրջանակներում էլ ձեռք են բերվել, պարոն վարչապետ, մենք ապրիլին նախատեսում ենք, որ կբացենք պատկերասրահի բոլոր հարկերը ամբողջությամբ եւ այդտեղ արդեն ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաեւ ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք, որովհետեւ բավականին ֆոնդերում նաեւ կարեւոր ուրեմն գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել եւ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով բարբերաբար ցուցադրվում են։ Ձեր ասած խնդիրը իհարկե կա Հավաքածուն պետք է համալրել, դրան պետք է առանձին ուշադրություն դարձնել եւ կարծում եմ, որ ներկայումս այս վերաբացվող ցուցադրությունը պատկերասրահի այդ տրամաբանության մեջ է։ Եվ այո, մենք պետք է առաջինը որպես մշակութային ժառանգություն, որպես մեր մշակութային ժառանգություն այսօր դա ձեռք բերենք, բայց այս համակարգը ինչով է էական որ դա նաև կապիտալ ներդրում է պետության համար, որովհետև դա պետության սեփականությունն է, եթե պրոֆեսիոնալ ձև կերպով նկարները ձեռք բերեն, այսօր 5 միլիոն դրամով ձեռք ենք բերել, մինչև կհասնի հակակոռուպցիոն կոմիտեին կարող է այդ նկարը արդեն դառնա 15 միլիոն դրամ կամ 15 միլիոն դոլար եւ դրանով բոլոր հարցերը արդեն լուծված կլինեն եւ դա շատ էական է, բայց իրոք եկեք խոստովանենք, որ սա շատ բան է, որովհետև ինքը սուբյեկտիվ ընկալում է, եթե մասնագիտական, փորձագիտական բան չկա, գնահատական չկա, ոչ պրոֆեսիոնալի համար շատ բարդ է նույնիսկ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ նկարի գնի իր հետագա ճակատագիրը ինչպիսին կլինի, այնպես որ շատ կարևոր է, բայց եկեք մի բան պայմանավորվենք, օրենքը ընդունենք, սկսի գործել, որ ժամանակ անց վերադառնանք տեսնենք ես մեր խոսացածը արտահայտվեց, թե չարտահայտվեց։ Եթե չի արտահայտվում, ուրեմն պիտի վերադառնանք նախագծին, ուրեմն էլի մեջ ինչ-որ մի բան չենք նախատեսել, մեջ ինչ-որ մի բան չենք ձևակերպել, որպեսզի մեր նպատակին հասնենք ի վերջո։ Իսկ նպատակը ոչ թե օրենքի ընդունումն է, այլ այն բովանդակային մասը, որի մասին խոսեցինք, իրականության մեջ տեսնենք։